Ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, ասացի երջանիկ, պատասխանեցին դու չես հասկանում առաջադրանքը, ասացի իսկ դուք կյանքը։ Ռոք լեգենդ Beatles խմբի անդամ 40 տարեկանում սպանված Ջոն Լենոնի աստղը չի մարում այսօր էլ, թեև գերեզման չունի։ Կինը այրել է դիակը, լցրել անհայտ վայրում, ըստ շշուկների Նյու Յորքի կենտրոնական այգում։ Պատկերացրեք, որ դրախտ չկա, դժոխք չկա, բոլոր մարդիկ ապրում են օրով եւ խաղաղ են։ Երգում էր Լենոնը եւ խաղաղության ակցիաներ անում։ Օրինակ, երկրորդ կնոջ ճապոնուհի նկարչուհի 2 անգամ ամուսնացած Յոկո Օնոյի հետ ամուսնական առաջին օրերին լրատվամիջոցների ներկայությամբ մահճակալից դուրս չեն եկել, ուղերձղելով, զբաղվեք սիրով, ոչ թե պատերազմեք։ Հետո Լենոնը կխոստովանի. ամենադաժան մարդիկ են ձգտում սիրո ու խաղաղության։ Ով էր այդքան հայտնի ակնոցի հետևում։ Առանց ծնողների մեծացած Լենոնը պայքարում էր դեպրեսիայի դեմ, տարված էր թմրանյութերով, ծեծում էր առաջին կնոջը, չէր սիրում առաջին զավակին, ի տարբերություն երկրորդ կնոջից ունեցածի։ Ասում են պաթոլոգիկ ստախոս էր, տարված մեդիտացիայով, աստրոլոգիայով։ Սերը միակ բանն է, որ իրական է, ասում է Լենոնը։ Ի դեպ, առաջին կինը Լենոնին Յոկոյի հետ գտել է սեփական անկողնում։ The Beatles-ն ավելի հայտնի է, քան Հիսուսը։ Ըստ վարկածի Լենոնի ասած հենց այս բառերի համար Նյու Յորքում իր տան դիմաց սպանվեց կրոնով տարված մոլի երկրպագուի կողմից։ Մեկ այլ վարկածով էլ իշխանությունը փորձում էր լրացնել խաղաղության մասին կոչերը։ Մահից չեմ վախենում, չեմ հավատում դրան, դա պարզապես մեկ մեքենայից դուրս գալն ու մյուսը նստելն է։